Ես մասնագիտությամբ բիոխիմիկ եմ, բժիշկ չեմ, իսկ երկրորդը ես գումարի կարիք չունեմ, որ ինձ օգնեն, ես լաբորատորիա բացեմ, դրա անհրաժեշտությունը ես չեմ տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է, որ հարյուրավոր, հազարավոր հիվանդներ, կարելի ասել շատ չնչին կոպեկներով իրենց բուժումը ստանում են, դա արդեն ես համարում եմ իմ կողմից մեծ առաքելություն։ Պարոն Ռուդոլֆ Մելիքյանին մեր նախորդ հաղորդումից հետո իր հեռախոսին ընդհանրապես հնարավոր չէր մոտենալ, որովհետև տասնյակ հազարավոր զանգեր գրեթե միաժամանակ փորձում էին կապվել պարոն Մելիքյանի հետ, եւ հիմա էլ ձեր էկրանին տեսակ պարոն Մելիքյանի համարը, որպեսզի կարողանաք կապվել նրա հետ, ստանալ խորհրդատվություն եւ գուցե պարոն Մելիքյանի կողմից մշակված բազմաթիվ ակտիվ բիոլոգիական նյութերի միջոցով կարողանաք բուժել ձեր հիվանդությունը։ Պարոն Մելիքյան, ես հիմա կուզենայի, որ մենք խոսենք այն նյութերի մասին, որոնք որ դուք ստեղծել եք։ Այդ նյութերը անցնում են որոշակի լաբորատոր հետազոտություններ, ստանում են պետական հավաստագրում եւ այլն։ Ինչպես է ընդհանրապես այդ ընթացակարգը անցնում։ Նյութը ներկայացում է, ասենք, գոստանդարտ պետրեգիստր։ Պետրեգիստրի համապատասխան լաբորատորիան ստուգումները անելուց հետո տալիս է եզրակացությունը։ Այդ եզրակացությունը տալուց հետո ինձ տալիս են լիցենզիա։ Կամ չեն տալիս։ Իմ բոլոր ներկայացրած աշխատանքները բոլորն էլ ստացել են իրենց լիցենզիան։ Կորոնավիրուսից սկսած։ Հասկանալի է, կորոնավիրուսի պարագայում ես ինքս տեղյակ եմ, որ բազմաթիվ մարդիկ են բուժվել այդ պրեպարատով, ընդ որում մի քանի օրում այդ կորոնավիրուսի հետ անգամ չէր մնում օրգանիզմում, ցավալի է, որ իհարկե մեր պետական մարմինները այդպես էլ ականջալուր չեղան այդ առաջարկությանը, բայց ես հիմա կուզենայի, որ դուք ավելի շատ ներկայացնեք այն նյութերը, որոնք դուք այս պահին պատրաստում եք եւ ինչպես են այդ նյութերը աշխատում։ Ոչ մի նյութ կամ բույս կամ ինչ-որ նման բան իր արդյունավետությամբ 26%-ից չի անցնում։ Իր արդյունավետությամբ։ Այստեղ հարկավոր է մտածել մի քանի խառնուրդների, ասենք, խառնուրդներով ստանալ տվյալ նյութը, որպեսզի արդյունավետությունը մեծ լինի։ Հիմա ասենք մի 20% սա է, մի 20% սա է, մի 15% սա է, բոլորը միասին, որպեսզի կազմեն մի ընդհանուր բան, որպեսզի օգուտ ավելի մեծ լինի։ Գոյությունն է այսպեսի բան եւս։ Ես միշտ մեր հիվանդներին, ովքեր որ գալիս են, տալիս եմ, ասում եմ գոյությունի բիոռեզոնանսային հետազոտություն, որ կգնաս ստուգման բիոռեզոնանսային։ Այս մեր տված կենսաբանական ակտիվությունը ձեր հետ վերցրեք։ Թող բժիշկուին մի հատ կամ բժիշկը կամ բժիշկուին մի հատ թող ստուգի, նայի, որքանով է արդյունավետ տվյալ կենսաբանական ակտիվ նյութը ձեր բուժման համար։ Քանի տոկոսով։ Եթե չի օգնում, ուրեմն պետք չի օգտագործել։ Բոլորն էլ ասում են 80-ից 90% արդյունավետության մասին է խոսքը։ Հիմա լաբորատորիան ասենք ստուգելա տվելա, որ այնտեղ չկան ասենք ծանր մետաղներ եւ այլն, օգտագործման համար պիտանի են եւ այլն, լաբորատորիան իր կարծիքն է ասել, բայց գոյություն ունի ստուգման։ Ես հիմա չունեմ նման բան, ասենք սպեկտրալ անալիզ անեմ, հետազոտություն անեմ, խրոմոսոմներ, բան անեմ։ Դրա համար իմ փոքրիկ այդ հնարավորությունն է նա, որ ունենք բժշկուի, որի խնդրում ենք, ասում ենք, որ մենք հիվանդին որ ուղարկում ենք, դեղնել իր հետ ենք ուղարկում։ Այդ կենսաբանական ակտիվությունը խնդրում ենք, ստուգեք, տեսեք արդյունավետությունը քանի տոկոս է կազմում։ Վերջ։ Ուրիշ մենք ես ստուգման էլ ձև չունեմ ես այդ հնարավորությունները։ Առողջապահության նախարարությունը զբաղված է ուրիշ բաներով, այդ հնարավորությունները ինչ չի տրամադրի։ Եվ վերջապես հետաքրքիր է, օրինակ ասենք հիմա հարցնենք մենք դրանց առողջապահության նախարարության ղեկավարությունը, մենք ինչ ենք ուզում։ Մենք ինչ ենք ուզում ունենալ կամ ինչն է մեզ հետաքրքրում, մենք ինչ ենք ուզում ունենալ եւ ինչ ենք անում դրա համար, դրան հասնելու համար։ Ինչ ենք անում։ Ինչ նկատի ունեք, ինչ ենք ուզում ունենալ։ Ինչ եք ուզում, ինչի եք ուզում հասնել ավելի այսպես։ Հա, ինչ ենք ուզում հասնել։ Եվ ոնց ենք պատկերացնում այդ ճանապարհը։ Բնականաբար բոլոր բժշկական հիմնարկների նպատակն է ունենալ առողջ մարդ, առողջ պացիենտ։ Փոքրինչ ես կասկածում եմ դրա վրա։ Ինչի համար ասեմ։ Ասեք։ Ամարանտը դա հայտնի այսպես բույս է կամ հատիկ, աշխարհով մեկ տարածված։ Պետրոս առաջինը այրեց արտերը, այրել տվեց արտերը ավելի շուտ, որովհետեւ այդ մարդիկ երկար չապրեն։
Նրանք ամեն ինչ անում էին ամարանտի այդ հադիկներով, ծորենի նման։ Այսինքն ամարանտի հացը կամ ամարանտի օգտագործումը երկարակեցություն է տալիս։ Ուրեմն Պետրոս առաջինին ձեռ չէր տալիս, որ այս մարդիկ թոշակ ստանան կամ չգիտեմ ինչ ստանան կամ օգտվեն այդ առավելություններից։ 100 տարին անցնում էր։ Շատ լավ, բայց ամարանտը բավականին հայտնի բույս է աշխարհի տարբեր երկրներում եւ մարդիկ օգտագործում են այն դեղագործական նպատակներով։ Հիմա դրա այդ մեկտեղ էլ պետքա դրա յուղը ստանալ, նախ յուղը դրա ստանալ, դրա յուղը կանել հեշտ չի ստանալ, բայց ստացվում է եւ լավ էր ստացվում է։ Ես ստացել եմ ունեմ դա։ Օգտագործում են ամարանտի յուղ։ Իհարկե, այս դրա համար եմ ասում։ Համար։ Ես դրա համար եմ ասում։ Հիմա իզոտոպ կալի 40, ես ուզում եմ մատ իմանամ իմ օրգանիզմում քանի տոկոս է կազմում։ Հիմա ես ամարանտի յուղ եմ խմում, վաղ միս ուզում եմ մի ամիս հետո էլ գնամ մատ նորից ստուգվեմ։ Տեսնեմ այդ ամարանտի յուղը ես որ խմել եմ։ Պակասել է այդ իզոտոպ կալի 40 իմ օրգանիզմում, թե նույնն է մնացել է։ Չկա այդ լաբորատորիան։ Հայաստանը նման լաբորատորիա։ Շատ լավ, Հայաստանը չունի նման լաբորատորիա։ Ինչի՞ չունի։ Բա ինչ ունի։ Գնամ Վրաստան։ Վրաստանում կա այդ լաբորատորիա։ Արդյոք Վրաստանում ավելի երկար են ապրում մարդիկ։ Լաբորատորիան կա ստուգում է ինքը, որ կալի 40-ը իմ բանում։ Դա ուրիշ հարցա տալը խմելը օգտագործել դա լրիվ ուրիշ հարց է, բայց հիմա ես գնացել եմ ստուգման, հետազոտման։ Հիմա ես ուզում եմ հարցնում եմ ինձ, ասեք իմ օրգանիզմում կալի 40-ը, իզոտոպ կալի 40-ը քանի տոկոս է կազմում։ Կասեն, այսքան տոկոս, X տոկոս։ Շատ բարի։ Ես մեկ ամիս հետո եմ գալու։ Խնդրեմ, եկեք։ Մի ամիս հետո նորից գնալու եմ, տեսնեմ, իզոտոպ կալի 40-ը իմ օրգանիզմից պակասեց թե ոչ։ Ընդունենք, որ մեր այս հաղորդումը դիտելու արդյունքներից մեկն էլ լինելու է նա, որ Հայաստանում գտնվող բազմաթիվ բժշկական լաբորատորիաներից մեկը որոշեց այդ ձեր ասած կալիումի իզոտոպի տեստը անցկացնել։ Ես այդ լաբորատորիայով կաշխատեմ։ Բայց չէ որ այդ բոլոր լաբորատորիաները իրենք ինքնաֆինանսավորվող հիմնարկներ են, իրենք վճարովի այդ մարդը կգա ինքը կվճարի։ Ես հասկանում եմ, բայց արդյոք հիմա Հայաստանում միջև այս հաղորդումը լսել է դուք կգտնեիք մարդ, որը որ կուզեր ստուգել իր այդ իզոտոպը։ Չէ որ դա պարզապես հայտնի չի մարդկանց մեջ, որ գիտեք, ահա այս իզոտոպի դեմ պայքարելով դուք կարող եք ձեր կյանքը Հիմա դուք կարծում եք մեր հաղորդումից հետո մեր առողջապահության նախարարությունը նստելու է մտածի այս ռեակտիվները ես բերել տամ, ստուգենք մարդկանց օգնենք բան եւ այլն։ Ոչ, չի բերելու։ Շատ լավ, դուք դա գիտեք, դուք ասում եք, որ դա պետք է եւ մեր հերոստատիտողն էլ ասում էր, իսկ ինչու դուք չեք փորձում ինքներդ մի հատ այդպիսի լաբորատորիա պատրաստել։ Ձեզ պետք է, չէ, այդ կալիում իզոտոպի ստուգումը, դա նաեւ ձեր այդ բիոլոգիական ակտիվ միջոցների ստուգումն է, իրենց էֆեկտիվության ստուգումն է։ Ինչու ոչ։ Ես քիչ առաջ ասացի, որ ես կարողացել եմ ծծուկներից օգտակար նյութերը բոլոր ինչ որ ինքը ծծուկը ինքը ունի իր մեջ այդ ֆերմենտները, այդ թթուները եւ այլն, բոլորը անվնաս անեմ եւ օգտագործեմ, ասենք ուրիշ նպատակով։ Ես գտնում եմ, որ դա այդ շաքարային դիաբետի համար ամենալավագույն տարբերակը կլինի, որպեսզի մեթֆորմին, դիաբետոն, ինսուլին չօգտագործվի այլևս։ Հիմա ձեզ թվում է, իսկ դրա համար բան են անելու, լավես մեզ ասում, շքանշան են տալու։ Ոչ։ Շաքարային դիաբետը բավականին տարածված հիվանդություն է եւ շատ մարդիկ տառապում են դրանից։ Ինձ ասել են ձեր այդ ակտիվ բիոլոգիական նյութերի միջոցով կարելի է հաղթահարել շաքարային դիաբետը։ Ես դրա պատասխանը ես խոսում եմ 100%-ի մասին։ Մենք ունենք բաներ, որոնք տվել ենք, էլ գետնախնձորի յուղով, էլ շատ բաներով։ Օգնել ենք մարդուն այդ մեթֆորմինից, ինսուլինից աշնանաբար մի քիչ հետ պահենք։ Բայց ես ուրիշ սխեմա եմ մշակել, որ եթե ծծուկը կարողանում է շաքարը բուժի, շաքարային դիաբետով հիվանդին բուժի, որ ծծուկի մեջ եղած բոլոր ֆերմենտները կարելի է օգտագործել։ Փորձենք, տեսնենք, որքանով է դա։ Դրա համար երևի երկար Չէ, երկար պետք չի։ Ստուգումներ պետք, կկանչենք մի 1-2 շաքարային դիաբետով հիվանդներին, իրանց չափիչներով, կչափեն շաքարը, մեկ թեյիկ տալ կխմենք ու կնստենք, կսպասենք 1 ժամ։ Տեսնենք շաքարը իջավ թե չիջավ։ Եթե իջավ, ուրեմն էսա իր դեղը վերջ, всё։ Ինքը էլ այլևս ինսուլին չի օգտագործի։ Դոմեր էնդոկրինոլոգներն լավ իմանան ու շատ լավ իմանան, որ մենք թողնենք այդ գենետիկ բանով անցնող գենետիկորեն եկող շաքարային դիաբետներին։ Շաքարային դիաբետով հիվանդները ենթաստամոքսային գեղձը նորմալ գործում է։ Կապ չունի այդ հիվանդությունը ենթաստամոքսային գեղձի հետ։ Մենք գործում ենք ավելի լուրջ, հիպոֆիզ, հիպոթալամուս, հորմոնալ գեղձեր։ Այն սոմատոտրոպ հորմոնն է պակաս տվյալ հիվանդի մոտ,
որը չի բավարարում շաքարի տոկոսը արյան մեջ կարգավորելու համար։ Ես գտել եմ, որ այդ սոմատոտրոպ հորմոնը բնական կա բանի մեջ, դզրուգի մեջ։ Հետաքրքիր մոտեցում է։ Դուք խոսեցիք յուղերի մասին, խոսեցիք Գետնախնձորի յուղի մասին, այլ ինչ յուղեր կան ձեր մոտ, ձեր այդ մեթոդով ստացվող եւ արդյոք այդ յուղերը ունենք 15-20 տեսակի յուղեր, 15-ից 20 տեսակի համարը։ Կարող եք թվարկել։ Պետք է որ թվարկել, թե։ Ես չգիտեմ, եթե դրանք կարևոր են մեր հերոստատողներին։ Ուրեմն կա եւ Գետնախնձորի յուղ, կա նաեւ Ամարանտի յուղ, դուք Ամարանտի յուղ, Անթարամսաղիկի յուղ, Խնկի յուղ, Մեխակի յուղ եւ այլ շատ 15 տեսակից 20 տեսակի ունեմ ես։ Եվ դրանց տարբեր պրոպորցիաներով տարբեր հիվանդների։ Այո։ Հիմա մենք ունենք այդ դրանցից մենք պատրաստեցինք այդ բոլոր այդ կոմպլեքսից պատրաստեցինք մի հատ քսուկ մազ, որը տալիս ենք մեր հիվանդներին ահավոր ցավերի դեպքում, երբ որ քիմիոթերապիայի շարակայցումից հետո մենք ունենում ենք ոսկրային մետաստազ, որովհետեւ ցավազրգոներ չօգտագործենք, հզոր ցավազրգոներ չօգտագործենք, քսումը ոսկրային համակարգին։ Կարող է օրը 5 անգամ քսենք, օրը 6 անգամ, մինչև կարողանանք այդ ոսկրային հյուսվածքները նորմալացնենք։ Ցավազրգողից ոչ միայն ցավազրկման մասին է խոսքը, այլև բուժման։ Այո։ Այո։